Սուրբ Տաթևացու համար չարախոսը սատանայի քահանա է, քանզի սատանան նման է կապիկի, երբ տեսնում է, թե ինչ է անում Աստված, ինքն էլ է նույնը անում։ Եկեղեցու դիմաց նա ստեղծեց գինետունը, ինչպես եկեղեցում կա Սուրբ Սեղանը, այնպես էլ սատանան ունի նարդին, այդ խաղը, որ խաղում են։ Ինչպես եկեղեցում որպես զոհ մատուցվում է Աստծու գառը, այսպես էլ գինետանը եղբայրների միսն է, որը ճաշակում են չարախոսելից։ Դե այսօր Facebook-ն է, չէ՞։ Եվ դրա համար ասում է Սուրբ Տաթևացին, լավ է մեծ պահքին ոչխարի միս ուտել, քան թե եղբոր միսը չարախոսելով։ Շուտով մեծ պահք ենք մտնում։ Եվ որքան մեղանչում է չարախոսողը, նույնքան էլ մեղանչում են նրանք, որոնք հոժարությամբ լսում են։ Քանզի ինչպես մեղանչում է նա, ով չի օգնում եղբորը, երբ նրան շուն է կծում, այդպես էլ մեղանչում է նա, ով հանդես չի գալիս չարախոսի դեմ, որը շատ շանպես կուլ է տալիս եղբորը։ Բայց այս մեղքն ավելի ծանր է, երբ չարախոսում են վերադասերին, առաջնորդներին։ Դրա օրինակն է Մարիամը, որը չարախոսելով Մովսեսին պատժվեց բորոտությամբ։ Քամը հոր մերկության մասին պատմելու համար անիծվեց։ Դավիթը կտրելով Սավուղի հանդերձի փեշը, վերջում զղջաց եւ ասաց, որ նա Տիրոջ օծյալն է։ Այդժամ ինչ պետք է անել չարախոսների հետ, հարցնում է Սուրբ Տաթևացին, որոնք ոչ միայն հանդերձը, այլև օծյալի գլուխն են կտրում չարախոսությամբ։ Բան չի փոխվել այս մեր դարում։